Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում այսօր տեղի է ունեցել ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ջաբրայիլի երկայնքով տեղի ունեցած մարտերի ժամանակ զոհված փոխգնդապետ Ալեքսան Գևորգի Առաքելյանի հոգեհանգստյան կարգը։ Ալեքսան Առաքելյանը 2004 թվականին ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, 10 տարուց ավել ծառայել է Լեռնային Ղարաբաղում։ Սկզբում նշանակվել է դասակի հրամանատար, իսկ 2014 թվականին սովորել զինվորական ակադեմիայում, որից հետո մի քանի ամիս ծառայել է Վարդենիսի 2-րդ կորպուսում որպես ծառայության պետ։ 2-3 ամիս ծառայելուց հետո վերադարձել է Լեռնային Ղարաբաղ Ջաբրայիլ, ուր հրամանատարի մարտական գծով առաջին տեղակալ է նշանակվել։ Ալեքսանն ամուսնացած էր, ունի 2 անչափահաս երեխա։ Փառքով նահատակված հայրորդին հերոսներից մեկն էր, ում անունը հերոսների մատյանում ոսկե տառերով պիտի գրվի։ Մթագնվեց մեր ուրախությունը զատկական, մի քանի օրվա ընթացքում 7-րդ նահատակին ենք Գյումրի քաղաքից, 7-րդ նահատակին ենք ուղարկում դեպի հավիտենություն։ Այս մահը իր մահով, իր տեսակի մեջ, իր ձևով, իր բովանդակությամբ, իր նվիրումով, իր նահատակությամբ թեթևացնում է մեր վիշտը, որովհետև անիմաստ տեղը չզոհվեց, այլ զոհվեց հայրենիքի համար, որ նշանակում է, թե գերագույն սրբության, որ կա այս աշխարհի վրա, եւ այո, նաեւ հավատքի համար, որովհետև իբրև քրիստոնյա գնաց նահատակվելու։ Պիտի ուրախ լինեինք, որ ինքը վաղկոդի նման փակ չէր եւ իր կյանքը փրկեր, արդյոք դա մեզ համար ավելի ընդունելի պետք է լիներ, թե որ մնաց, կանգնեց եւ զոհվեց հերոսաբար։ Հոգնդապետ Ալեքսան Գևորգի Առաքելյանը պարգևատրվում է հետմահու արության համար մեդալով։ Ամսի 2-ի առավոտը ժամը 5-ին տագնապով բարձրացել են դիրքերը մեքենայի մեջ, որը վիլիս է եղել, հենց որ հասել են որոշակի տեղ, տեսել են արդեն այնտեղ մարդ է գնում, հենց որ իջել են մեքենայից 4-ին, հենց տեղում ալիգը մարդը վերցրել է իր վրա։ Մի քանի ադրբեջանցու ոչնչացնելուց հետո պատրոնները բերցելով Սարեկցելը, որ այդ գեսնի մի պետի ավտոմատը վերցնի, դա խպնել։ Տասնյակ մեր մարդրոսված հայրորդիների թափած հայրունի շարունակություններ ես, վայրակ թուրքի յատաղանի զոհը։